Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Oracle Corporation-ը։ Կորպորատիվ ծրագրային ապահովմամբ եւ տվյալների բազաների մշակմամբ զբաղվող ամերիկյան տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 23.6%-ով։ Հաջորդը բլոկչեյն տեխնոլոգիաների եւ թվային արժույթների ոլորտում գործող Circle ընկերությունն է 24% աճով։ Եռյակը եզրափակում է դեղագործական Insmed ընկերությունը 34% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Smucker ընկերությունը 13.5% անկումով։ Հաջորդը կենդանիների համար ապրանքների առցանց վաճառքով զբաղվող Chewy ընկերությունն է 13.5% անկումով։ Եռյակը եզրափակում է տրանսպորտային եւ արդյունաբերական սարքավորումների մոնիթորինգի եւ կառավարման համար լուծումներ առաջարկող Samsara ընկերությունը 13% անկումով։ Ամերիկյան ֆոնդային բորսաներն ուրբաթ օրը փակվել են զգալի անկումով, ինչը պայմանավորված է Իրանի եւ Իսրայելի միջև սկսված ռազմական գործողություններով։ Մեկ օրում 3 հիմնական ինդեքսները նվազել են ավելի քան 1%-ով։ Շաբաթվա արդյունքներով Dow Jones-ը նվազել է 1.3%-ով, S&P 500-ը 0.4%-ով, իսկ Nasdaq-ը 0.6%-ով։ Լարվածության աճը մերձավոր արևելքում, որը նավթարդյունաբերության գլխավոր տարածաշրջանն է, մտահոգություններ է առաջացրել նավթի մատակարարման հնարավոր խափանումների առնչությամբ։ Այս ֆոնին նավթի գները կտրուկ բարձրացել են, ԱՄՆ-ում նավթի գինն աճել է 7.6%-ով, հասնելով $72.98։ Ռիսկերը ներդրողներին մղել են դեպի ավելի ապահով ակտիվներ, ինչպիսիք են ոսկին, դոլարը եւ պետական պարտատոմսերը։ Ամերիկյան դոլարը ուրբաթ օրը բարձրացել է հիմնական արժույթների նկատմամբ, դոլարի ինդեքսը աճել է 0.5%-ով, հասնելով 98.2-ի։ Ոսկու գինը բարձրացել է 1.6%-ով, հասնելով 1 ունցիայի դիմաց 3437.21 դոլարի։ Փորձագետները նշում են, որքան երկար տևի ռազմական բախումը, այնքան ավելի կխորանա վստահության պակասը շուկաներում։ Ամերիկյան 10 տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը աճել է 5.6 բազիսային կետով, հասնելով 4.41%-ի։ Հունիսի 11-ին ավարտված շաբաթվա ընթացքում ամերիկյան պարտատոմսերի ֆոնդերը գրանցել են 4.8 միլիարդ դոլարի զուտ ներհոսք, ինչը ներհոսքի 8-րդ անընդմեջ շաբաթն էր այս ֆոնդերի համար։ Ավելի շատ ներհոսք են գրանցել կարճաժամկետ եւ միջնաժամկետ պարտատոմսերի ֆոնդերը։ Եվրոպական հիմնական ինդեքսները նույնպես կտրուկ նվազել են Իրանի եւ Իսրայելի միջև ռազմական գործողությունների պատճառով։ Համաեվրոպական Stoxx 600 ինդեքսը ուրբաթ օրը նվազել է 0.9%-ով, հասնելով վերջին 3 շաբաթների ամենացածր մակարդակին եւ գրանցելով իր 5-րդ անընդմեջ անկման օրը։ Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.1%-ով, նավթային ընկերությունների բաժնետոմսերը աճել են միջինը 0.6%-ով։ Հունիսի 13-ին Adobe ընկերության բաժնետոմսերը նվազել են 7%-ով, չնայած ընկերությունը բարձրացրել է իր տարեկան եկամտի կանխատեսումը։ Նվազման հիմնական պատճառը ներդրողների անհանգստությունն է կապված արհեստական բանականության մեջ ներդրումներից ստացվող շահույթի դանդաղ վերադարձի հետ։ Adobe-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իր Firefly գեներատիվ արհեստական բանականության հարթակում կօգտագործի OpenAI-ի եւ Google-ի մոդելները։ Անցած ուրբաթ համաշխարհային ավիաընկերությունների եւ տուրիստական ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը զգալի անկում են գրանցել Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին, ինչի հետևանքով նավթի գները կտրուկ բարձրացել են, իսկ ավիափոխադրողները ստիպված են եղել փակել մերձավոր արևելքի օդային տարածքը։ Ներդրողները մտահոգված են, որ Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումը, իսկ այս տարածաշրջանով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը։ Եվրոպական եւ ամերիկյան ավիափոխադրողների բաժնետոմսերը նվազել են միջինը 4-ից 5%-ով։ 2025 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 30 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2028 թվականի ապրիլի 29-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 51.36 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 97.4 դրամ, իսկ եկամտաբերությունը 9.4%։ ԱՄՆ-ում սպառողական գները մայիսին ամսվա կտրվածքով աճել են չափավոր տեմպով 0.1%-ով, ինչը ցածր էր սպասվածից։ Գների աճը մասամբ զսպել է բենզինի էժանացումը։ Չնայած համեմատաբար մեղմ գնաճին, տնտեսագետները զգուշացնում են, որ Թրամփի վարչակազմի բարձր մաքսատուրքերը կարող են առաջիկա ամիսներին կրկին արագացնել գնաճը։
Համաշխարհային բանկը 0.4%-ային կետով նվազեցրել է 2025 թվականի գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը, այն հասցնելով 2.3%-ի։ Պատճառը բարձր մաքսատուրքերն ու առևտրային անորոշության աճն են, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում համաշխարհային տնտեսության համար։ Թեև զեկույցը չի կանխատեսում ռեցեսիա, սակայն նշվում է, որ գլոբալ աճը կլինի ամենաթույլը 2008 թվականից ի վեր։ ԱՄՆ-ում աշխատատեղերի աճը մայիսին զգալիորեն դանդաղել է։ Աշխատանքի դեպարտամենտի տվյալով մայիսին տնտեսությունը ստեղծել է ոչ գյուղատնտեսական ոլորտի 139,000 նոր աշխատատեղ, սակայն մարտի եւ ապրիլի ցուցանիշները վերանայվել են եւ նվազեցվել ընդհանուր 95,000-ով։ Եթե հաշվի առնենք այս վերանայումները, ապա փաստացի մայիսին ավելացել է ընդամենը շուրջ 44,000 նոր աշխատատեղ։ Չնայած աճի դանդաղ մանր աշխատավարձերի կայուն աճը որոշ չափով պահպանում է տնտեսական ակտիվությունը եւ թույլ է դաշնային պաուստային համակարգին հետաձգել վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցումը։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։